Ողջունում եմ ձեզ, սիրելի քույր եղբայրներս, այսօր ուզում եմ շատ կարևոր թեմայի մասին զրուցել, որը որ պարտավոր է իմանալ յուրաքանչյուր հավատացյալ։ Սիրելիներս, այսօր զրուցելու եմ ամուսնության թեմայի վերաբերյալ։ Ես հիշում եմ մի օր խմբում խոսեցինք այս մասին, ինձ ասեցին իսկ արդյոք դու կարաս ճիշտ ներկայացնես, երբ որ դու ամուսնական կյանքում ձախողված, սխալված մարդ ես, այո, իհարկե, ես ասեմ, որ իհարկե։ Սիրելիներս, այսպիսի օրինակ բերեմ, եթե մի հատ մարդ մի հատ ճանապարհով է գնացել եւ ընկել է այդ փոսը ու դուրս է եկել ու այսուհետև այդ ճանապարհով անցնողներին զգուշացնում է, գիտեք, զգուշ եղեք, այս ճանապարհի այս հատվածում փոս կա, դուք էլ չգնաք ու չընկնեք այդ փոսը։ Նույնը եւ ես, սիրելիներս, այո, ամուսնական կյանքում ձախողված, բայց շատ դասեր քաղած, այսօր ուզում եմ ձեզ զգուշացնել եւ ներկայացնել այն իրականությունը, ինչի չէ ես ինքս սովորեցի իմ սեփական սխալների վրա։ Դրա համար սիրելիներս հուշտ մի եղեք, որ տվյալ մարդը, ասենք ոնց կարա ինքը ասի, երբ որ ինքը ամուսնական կյանքում ձախողված է, այո, կարա ասի, որովհետև դա իրան դաս է եղել, դա իրան փորձ է եղել եւ մյուսներին էլ ուրեմն օգնում է տվյալ մարդը, որպեսի նույն սխալները չկատարեն, այն ինչ որ արել է ինքը։ Սիրելիներս, տեսեք, այսօր սատանան այնքան խորամանկ է, դժոխք է, ամբողջությամբ գազազած ամբողջ դիվային աշխարհը ուրեմն լարված է քրիստոնյայի դեմ, նրա պայքարը քրիստոնյայի դեմ է, եկեղեցու դեմ, ընտանիքներից սկսում է, եկեղեցիներով վերջացնում է։ Այսօր ցավոք սրտի շատ են բաժանությունները եկեղեցում, ցավոք սրտի ցավով եմ ասում, եւ գիտեք ոնց շատերը ուղակի երբ որ ամուսնանում են, այսպես ասեմ, ավելի կյանքը բարելավելու, ավելի հետաքրքրություն ստեղծելու համար, ինչ որ ձանձրացել են իրանց կյանքից, ինչ որ թարմություն են ուզում մտցնեն եւ մտածում են ինչի՞ չէ ամուսնանանք, գուցե հետաքրքիր լինի, լավ լինի, սա շատ սխալ մտածելակերպ է։ Ամուսնությունը դա սրբություն է։ Ամուսնությունը դա տիրոջմով պիտի լինի, միանշանակ եւ միայն տիրոջմով առաջնորդվես։ Գիտեք, սիրելիներս, երբ որ դե հիմնական եղբայրներն են, ընտրությունը կատարում, հարցում անում, թեպետ հիմա երբեմն քույրիկներն էլ կարան կեղծանան, սեր խոստովանեն, ինչևիցե ամեն բան պատահում է, բայց հիմնական ոնց որ եղբայրն է, ամուսնության առաջարկ անողը, շատերը նայում են արտաքին տվյալներին, բարետես, գեղեցիկ, ասենք քույրիկ լինի, բան չունեմ ասելու, դա էլ է պետք, բայց դե սիրելիներս, տեսեք, եթե դու եղբայր ես, եթե դու ուզում ես, որ քո ընտանիքը ամուր լինի, եթե դու ուզում ես լավ կին ունենաս, դու ամենաառաջինը պետք է նայես տվյալ քուրիկը որքանով է սիրում Տիրոջը, որքանով է նվիրված Տիրոջը, որքանով հավատարիմ է նա Աստծուն։ Եթե որ նա հավատարիմ է Աստծուն, բնականաբար քեզ էլ հավատարիմ կլինի, ինչի համար, որտեվ նախ ինքը չի դուրս գա Աստծու խոսքից, որը որ հորդորում է Տերը հավատարմություն, նախ իրա Տիրոջ խոսքը կպահի եւ երկրորդն էլ քո խոսքը սիրելով եւ հարգելով ամուսնուն։ Այսօր ցավոք սրտի ամուսնությունները հաշվարկված են, նկատի առնվում ամեն բան, աշխատանքը, ֆինանսը, ինչ ունի տվյալ մարդը, ապահոված արդյոք, ով է իր հետ ապրում, սկեսուր մայրիկի հետ են իրանք ապրելու թե չէ, ամեն բան կարծես հաշվարկվում է, որտեվ հիմնականում երիտասարդները ձգտում են միայնակ ապրելու եւ ցավոք սրտի հենց այդտեղ էլ սխալվում են, հենց այդտեղ էլ սայթ
խայթակում են, եւ որ մարմնավոր հաշվարկները հոգեվորից առաջ է անկնում եւ մարդը սկսում է նայել տվյալ մարդը ինչ ունի, ինչ չունի, ոնց կպահի իրան։ Մի խոսքով սիրելիներս, ինչ եմ ուզում ասեմ, եթե դու եղբայր ես, եթե դու ուզում ես, որ քո ընտանիքը ամուր լինի, եթե ուզում ես, որ քո կինը հավատարիմ լինի, դու պիտի ընտրես Տիրոջը նվիրված քրիստոնյա եւ բնականաբար աղոթես, անընդհատ աղոթես եւ չշտապես, ընտրությանդ հարցում։ Տերը ոնց բերեց Ռեբեկային Իսահակի կյանքը, մենք նայում ենք Աստվածաշնչի մեջ գրած է եւ Իսահակը գնացել էր մտածելու, գնացել էր դաշտ, բայց այնտեղ մեր մոտ ուրեմն աստղանի շադրած եւ տակը գրած է աղոթելու։ Ուրեմն Իսահակը գնացել էր աղոթելու եւ դա առաջի դեպքը չէր, ինքը միշտ էլ այդպես էր անում, աղոթում էր իր անձնականի համար, իր կնոջ համար, ինքը չգիտեր ում կբերի Եղիազարը, ոնց կլինի, տեսնես աման կհավանի, չի հավանի, բայց նա այդ ամեն ինչը վստահել էր Տիրոջ ձեռքերի մեջ էր տվել եւ փառք Տիրոջը գրված է բերեց Ռեբեկային եւ տեսավ եւ մտավ նրա մոտ եւ սիրեց, ուրեմն Աստվածային ընտրությունը այսպես է լինում, սիրում են, իրականից են սիրում եւ փառք Տիրոջը դա մի այնպիսի ընտանիք էր, որ մեզ օրինակ է թողված Աստվածաշնչում։ Հիմա սիրելիներս, ինչ եմ ուզում ասեմ, եւ քույրերին ա վերաբերվում եւ եղբայրներին, դու այնպիսի հոգեբանությունով պիտի ամուսնանաս, արդյոք դու պատրաստ ես ինչ որ մեկին երջանկացնես, դու պիտի ավելի շատ տվողի դերում լինես, քան վերցնողի, դու կարաս տաս այդ ուրախությունը, այդ երջանկությունը, այդ նվիրվածությունը, դու կարաս սիրես տվյալ մարդուն, ոնց որ ինքը կա, իսկ եթե դու վերցնողի հոգեբանությամբ ես, որ վերցնես իրանից սերը, վերցնես ուշադրությունը, վերցնես, լավ ապրելը, ոնց քեզ կպահի, ինչ կանի, դու դեռ պատրաստ չես, սիրելի քույրս կամ եղբայրս, դու դեռ պատրաստ չես, եթե դու վերցնելու հոգեբանությունով ես, դու պիտի լինես տալու հոգեբանությամբ, տալու քո սերը, քո նվիրումը, քո հավատարմությունը, քո ուշադրությունը, քո ամեն ինչը, այդ դեպքում դու պատրաստ ես։ Դրա համար սիրելիներս, ամուսնությունը շատ լուրջ բան է, շատ լուրջ քայլ է, այո, ես ինքս էլ սխալվել եմ եւ տարիների ընթացքում Աստված ինձ այնպիսի բաներ սովորեցրեց, որ ասենք ես դա չեմ հասկացել, երբ որ եղել եմ 19 տարեկան, 20 տարեկան, ես չեմ հասկացել, բայց տարիների ընթացքում այո, ընկնելով, բարձրանալով հասկանում ես, ինչա նշանակում ընտանիք, ընտանիքը դա սրբություն է, ընտանիքը դա նվիրվածություն է, ընտանիքը դա հավատարմություն է, եւ եթե սիրելի քույրս, սիրելի եղբայրս ուզում ես, որ Աստված օրհնի քո ամուսնությունը, Աստված օրհնի քո ընտանիքը, քո անձնական կյանքը, քո ուրեմն ընտրություն անելուց առաջ միշտ աղոթ քարա, ես սա չեմ ասում մի օր, երկու օր, մի ամիս, ասենք թե որոշեցիր ամուսնանալ, սկսես աղոթել, չէ, գուցե տարիներ պետք լինի, բայց դու ծնկների վրա միշտ Տիրոջից խնդրի, Տեր ասա, բեր իմ կեսին, որն է իմ կեսը, որն է այն մարդը, որ ինձ կսիրի, ես ոնց որ կամ, ով ինձ կերջանկացնի, ով մինչև վերջ իմ կողքը կլինի, թե տկարության մեջ, թե հիվանդության մեջ, թե աղքատության մեջ, եւ Աստված անպայման կլսի այդ աղոթքը, Աստված անպայման կպատասխանի, մեր Աստված աղոթք լսող եւ պատասխանող Աստված է, Աստված 7 սարերի հետևում չի, ես միշտ ասում եմ, Աստված լսում եւ պատասխանում է անկեղծ աղոթքները, դրա համար սիրելիս, եթե դու ուզում ես կյանքդ կապել, խոսքը հավատացյալների մասին է, այս քարոզը հավատացյալների մասին է, եթե դու ուզում ես ամուսնանաս, եթե դու ուզում ես երջանիկ լինես, մի նայիր արտաքին տվյալներին, այն մոդելային, որ ասում են 90-60-90, չէ, սիրելիս, նայիր որքանով է տվյալ քույրիկը կամ տվյալ եղբայրը նվիրված Աստծուն, որքանով է սիրում Աստծուն, որքանով ինքը հավատարիմ է, եթե ինքը Տիրոջը հավատարիմ է, բնականաբար քեզ հավատարիմ կլինի ու կլինի, եթե որ ինքը սիրում է Աստծուն, եթե իր համար կյանքում
Առաջնային Աստծո խոսքն է բնականաբար պիտի սիրի քեզ, պիտի հարգի քեզ, որտեվ քեզ էլ ընդունելու է, ուրեմն Տիրոջ ձեռքերից տրված, հա։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի հատ վկայություն լսեցի, երբ որ կոնֆերանս էր ամուսնության վերաբերյալ եւ մի եղբայր հետաքրքիր բան պատմեց, երիտասարդ զույգեր են լինում, ուրեմն այդ առաջին ամիսը, հա, մեղրի ամիս կոչվածը, որ գնում են հանգստանալու, մեծ վթար է լինում եւ քույրիկը դառնում է ուրեմն ինվալիդ, հա, այդ կալյասկայի վրա եւ բոլորը ասում են բաժանվիր էլի, ասենք էս ինչ է, ամբողջ կյանքը պիտի հիվանդ կին պահես, բայց ինքը ասում է ես իրան ընդունել եմ Տիրոջ ձեռքերից եւ ես Տեր եմ մինչեւ իր կյանքի վերջը եւ սիրելիներս այդ քույրիկը կարծեմ 2 երեխա է ապարգևում եղբորը եւ եղբայրը համ հայր համ մայր ամեն ինչ է լինում այդ երեխեքի համար եւ կնոջը սիրում է 19 տարի եթե չեմ սխալվում համատեղ ապրում են ու քույրիկը մահանում է այնպես որ սիրելիներս իրական սերը է դա երբ որ դու տվյալ մարդու կողքին լինես անկախ ամեն ինչից ինչ ունի ինքը ինչ չունի ոնց է քեզ պահում գիտես կարողա դու մի կտոր հաց ուտես բայց ուրախությունով գոհությունով հետո սիրելիներս մի բան էլ ասեմ տեսեք հոգևոր կյանքում գոյություն ունի հասակներ հոգևոր հասակներ ասենք մեկը կարող է ինքը հոգևոր թռիչքը արծիվ է շատ բարձր է իր թռիչքը հոգևոր շատ բարձր մակարդակ ունի մյուսը հավա հա ասենք ինչքան է ինքը թռնում մի մետր օրինակի համար եթե այս երկուսը ամուսնանան այն թռչունը, որը մի մետր է թռնում անդադ ձգելու է ներքև արծվին եւ նա չի կարենալու սավառնի, որտեվ նրանք հոգեվոր տարբեր մակարդակների վրա են եւ դրա համար շատ կարեւոր է, որ ամուսնություն կայացնելուց առաջ դու քեզ համապատասխան հոգեվոր զույգ ընտրես, ինչքանով է ինքը սիրում Տիրոջը, ինչքանով ինքը քեզ կթողի հա քո ծառայությանը, օրինակի համար եղբայր ունենք, ինքը օրհնյալ եղբայր շատ Տիրոջը սիրող, այցելող, ծառայող քուրիկ անընդհատ ամբողջ կյանքի ընթացքում ուրեմն եղբորը արգելք եղավ անդադ այս եղբոր հոգևոր թռիչքը բարձր էր քուրիկը տկար էր անընդհատ ձգում էր իրան մարմնավորի վրա գնա աշխատի այս բերեմ բերեսի չի հերիքում են չի հերիքում եղբայրը այսպես կաշվից դուրս գալով ինչքան որ գիտեմ իրանց անընդհատ սենց անախորժությունների մեջ իսկ եթե սիրելիս դու ծառայող ես եւ դու ունես հոգևոր բարձր թռիչք դու պետք է ընտրես այնպիսի մի կին որ ինքը քո հետ հավասար կսլանա, ինքը քեզ ներքև չի ձգի, ինքը քեզ կորշնի, հա, մի կտոր հաց ենք ուտում օրինակի համար այսքան ես կարողանում փառք Տիրոջը, հա, գնա ծառայի, կինը կորշնի ամուսնուն, իրական հոգևոր կինը կորշնի ամուսնուն, գնա ծառայի, ես քո կողքին եմ, հա, կբավարարվենք, ոչինչ, այսքանով կբավարարվենք, այսքանի մեջ կտեղավորվենք, բայց դու գնա ծառայի Տիրոջը, հետ մի մնա, հա, հոգևոր կյանքից այցելի, քարոզի, վերջը, բայց եթե որ օրինակի համար կինը կամ տղամարդը հակառակը կապ չունի Եթե դու հոգևոր ես, հոգևոր բարձր թռիչք ունես, անդադ քեզ ձգելու ներքև անդադ ինքը մարմնավոր, դու հոգևոր եւ շատ ուրեմն հոգևոր կյանքում դժվարությունների կհանդիպեք։ Դրա համար սիրելիներս, սա այն հարցն է, որը շտապել պետք չի ոչ մի հարցում աղոթիր հանգիստ եւ սպասիր Աստված կբերի Աստված կհանդիպացնի այնպես ուրեմն անսպասելի դու էլ չես հասկանա ես որտեղից եկավ այս ոնց հայտնվավ իմ կյանքում դրա համար սիրելիներս աղոթեք մի բան եմ ասում աղոթել եւ նորից աղոթել անընդհատ աղոթքի մեջ եղի Տեր ես ուզում եմ իմ ուրեմն կեսը ունենալ Տեր ցույց տուր ինձ Տեր ես ուզում եմ ինձ համապատասխան զույգ որպեսի միասին հոգեվոր կյանքում մեկս մյուսին չխանգարենք որպեսի թե դժվարության թե տկարության թե հիվանդության մեջ մեկը մյուսին թև ու թիկունք լինի հա այդ է ուզում Աստված գրվածը հա ամուսնությունը ամեն կողմից անկողինը սուրբ է հա այնպես չի որ Տերը ասում է մի ամուսնացի եւ վերջապես Աստված ինքը ասեց լավ չի որ մարդը մենակ մնա լավ չի իհարկե կան մարդիկ որոնց տրված է հա ասենք օրինակ Պողոս Առաքյալներ կան մարդիկ բայց էդի բոլորին տրված չի եւ բնականաբար ամուսնությունը մեղք չի պատվական Աստծո աչքերի համար դրա համար
ամուսնանալուց առաջ աղոթեք եւ կրկին աղոթեք, Իսահակի նման գնացել էր դաշտը մտորելու, աղոթելու եւ Տերը բերեց Ռեբեկային իրան համապատասխան զույգ, իրան ուրեմն սիրող եւ ինչի՞ չէ աստվածային սերը այնպիսին Աստված այնպիսի սեր կդնի, այնպես իրար կսիրեք, այնպես իրար կհարգեք եւ ձեզանից ծնված ձեր երեխաներն սուրբ կլինեն։ Աստծո խոսքը ասում է, չէ, մաքրված է կինը տղամարդով, տղամարդը կնոջմով, այնպես որ սիրելիներս, եթե որ դուք լինեք ձեր տեղում, հոգևոր կյանքում, եթե դու լինես քո տեղում, եթե դու լինես այն դաշտի մեջ, որ Աստված է դրել քեզ, Տերն էլ իր ժամանակին, ժողովուրդ, հետո նշեմ մի բան էլ շատ կարևոր է, ճիշտ ժամանակը, երբ որ դու ժամանակի մեջ չսխալվես, օրինակի համար, ասենք Տերը դրել է քո սրտին, որ դու պիտի ամուսնանաս, բայց դեռ ժամանակը չի, մի շտապի, աղոթի, անդադ աղոթի, Աստված ցույց կտա, Աստված կուղորդի, կբերի, կառաջնորդի, կհանդիպացնի եւ դու ինքդ կզգաս քո մեջ, որ էսի այն մարդն է, ում ամբողջ կյանքում սпасել ես, դու իր մեջ կտեսնես այն հատկությունները, որ երազել ես, քո սիրած տղամարդու կամ քո սիրած կնոջ մեջ, այն հատկությունները Տերը կդնի, որ դու այսպես առաջի հայացքից կհասկանաս, որ ինքն է եւ վերջ։ Դրա համար սիրելիներս աղոթքի մեջ հարատև եղեք եւ միշտ ապեք, կարևորը միշտ ապեք, աղոթքով աղաչանքով ասա Տեր, ես ուզում եմ ընտանիք կազմեմ, Տեր, ցույց տուր ինձ, ոնց որ Իսահակին բերեցիր, Ռեբեկային բերեցիր, հանդիպացրեցիր, ցույց տուր ինձ, ուղղորդի Աստվածին, որպեսզի ես չսխալվեմ, որտեվ սա այնպիսի հարց է, շոր չենք առնում, կոշիկ չենք առնում, սա կյանքի հարց է եւ շատ կարևոր է եւ շատ ցանկալի է, որ դա լինի առաջինը եւ վերջինը, այսպես չփոխենք իրար հետևից, ես մեկին չհավանեցի, լավ դե մյուսը փորձեմ, այն մեկին չհավանեցի, չէ, լինի այսպես ասած առաջինը եւ վերջինը։ Տերը օրհնի ձեզ, օրհնում եմ ձեզ Հիսուս Քրիստոսի անունով, լավ մնացեք։